Իմ գարձիկով Բաքվի մեջ մնացող ուրեմն գալանավորված հայերը, որոնք իրականության մեջ pedagogan բադանտներ են, այդ իմաստով, որ Ադրբեջան պայմաններ գտնե, որբեսի որոշ, ոչ բոլորը, բայց որոշ քերիներ ազատ արձակվին։ Մի քանի շաբաթ առաջ խոսվեցավ 10 քերիներու մասին, որոնց մեջ Արցախի նախկին ղեկավարությունը չգար։ Ուրեմն ես կգարձեմ, որ սա եւս Ադրբեջանի արևդուրի մեկ բան է, խնդիր է, որովհետև Ադրբեջան որոշած է այս բոլոր գործողություններու մեջ, նույնիսկ Թրամփի ճանապարհի խոսակցություններու եւ բանակցություններու մեջ վերջ դնել Արցախի իրականության, Արցախի իրավունքի, Արցախահայության իրավունքներու եւ այլն, եւ Արցախի պատմության վերջ դնել, այս բոլորը կգարձեմ, որ իրարու հետ սերտորեն կապված են, կփորձե, ես կգարձեմ, որ Ադրբեջանը պիտի փանդերու մեջ պիտի բահե ղեկավարությունը եւ հավանաբար այդ 23-ին մի քանի հոգին ազատ պիտի արձակե ուրիշ պայմաններու թիմաց, այսինքն Հայաստանի զիջումներու թիմաց, եւ կգարձեմ, որ արդեն դեպի այդ ուղղված ենք, որովհետեւ մինչեւ հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն իսկ արձանագրած հարաճտիմությունները կգարձեմ, որ Ադրբեջանի պայմաններով եղած են, Հայաստան պայմաններ չէ դրած այս բոլորի մեջ։ Մյուս բոլոր պայմանները, որոնց մասին Հայաստան, որոնց ընդդիմացավ Հայաստանի իշխանությունը, այսօր իրականություն դարձած է, այդ վերջին երկու պայմանները, որոնք Հայաստանը ընդունած է, մասնավորապես Մինսկի խումբի լուծարումը եւ նաեւ թադական հայցերու հետ քաշումը, կգարձեմ, որ ցույց կտան, որ Հայաստան իսկապես ոչ մեկ պայման չի դներ Ադրբեջանի առջև եւ Ադրբեջանի պայմանները, որ կընդունվին Հայաստանի կողմէ։